Պետք է ուսումնասիրել, բացահայտել եւ պատժամիջոցներ կիրառել նրանց նկատմամբ, ովքեր փորձում են կոռուպցիոն սխեմաներով պարտադիր զինվորական ծառայությունից ազատել իրենց զավակներին։ Այս խնդրի լուծումը գտնելու փոխարեն ՔՊԱ-կան падգամավորներն ու պաշտպանության ոլորտի պատասխանատուներն ըստ էության ծառայությունից եւ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար 15-ից 20 միլիոն դրամ վճարելու տարբերակն են առաջարկում։ Այսինքն նախկինում կոռուպցիա համարվող կարգավիճակով օրինականացվում է զինվորական ծառայությունից ազատվելու այդ դրույթը։ Եթե բաժանենք այդ 18 տարիներին 15 միլիոնը, կստացվի, որ ամսական երևի 70,000 դրամ կուտակելով, այսպես ասած, անձին կարող են իրենց որդիներին ազատել զինվորական ծառայությունից։ Եվ դուք ասում եք, նրանք կարող են վճարել եւ չծառայել, դա այդպես չէ։ Նրանք պետք է վճարեն եւ պետք է անցնեն ուղղակի կրճատված ժամկետով պարտադիր զինվորական ծառայություն հագեցված ռեժիմով։ Կոռուպցիայի մասով ասեմ, որ այո, մենք բարձրաձայնում ենք, որ ունենք խնդիր եւ քայլեր ենք ձեռնարկում, գնում ենք ինստիտուցիոնալ փոփոխությունների ճանապարհով։ Վերլուծություններն են ցույց տվել, որ հիմնականում ծառայությունից խուսափում են փող ունեցողների, հարուստների զավակները։ Նրանց մեծ մասն էլ ըստ փորձագետների ընդգրկված են կոռուպցիոն սխեմաներում։ Այդ մասին փաստեց նաև ՔՊԱ-կան падգամավորը։ Խոշոր գործարարների, նաև 1000 խոշոր հարկատուների ցանկում ընդգրկվածների զավակներն են, որ ծառայության մեկն էլ չեն ուզում, եւ նրանցից շատերը ազատվել են զինծառայությունից։ Նոր օրենքով կալանք կնախատեսվի եւ բանակից կեղծ հիվանդության փաստաթղթերով ազատվածները կզորակոչվեն բանակ։ Օրինակ ինչ-որ հարուստ երեխա առողջական խնդիրների թղթեր սարքելով ազատվել է պարտադիր զինվորական ծառայությունից։ Երբ հարուցվում է քրեական գործ եւ նրան կանչում են կրկնակի փորձաքննության, նա հրաժարվում է փորձաքննությունից եւ դա այսօրվա գործող կարգավորումներով քրեական պատասխանատվություն չի ենթարկվում։ Իսկ ինչու են տարիներ շարունակ պահպանվում այս վատ սովորույթները զորակոչային տարիքի հասած տղաների մոտ՝ խուսափել ծառայությունից կամ ամեն գնով ազատվել զինծառայությունից։ Հաշվի առնելով այն վիճակագրությունը, որը ունենք ներկայումս զինված ուժերում ոչ մարտական պայմաններում մահվան դեպքերի, առաջին հերթին ցուցանիշ է, որից կարող են քաղաքացիները հավանաբար խուսափելով չցանկանալ գնալ զինվորական ծառայության։ Ընդհանուր հայտարարը այստեղ մեկն է՝ պետք է վատ բարքերն ու սովորույթները արմատախիլ անել զինված ուժերից, զարգացնել հոգեբանի ինստիտուտը զինված ուժերում, որպեսզի հոգեբանական ծանր իրավիճակում հայտնված տղաների հետ առանձնակի աշխատանքներ տարվեն։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։